Ինչ անել, որ անասնաբույժն ու անասնաբույծը ոստիկան չդառնան կամ արտագնա աշխատանքի ճանապարհը չբռնեն։ Բնակավարում շատ կարևոր է, որպեսզի աշխատեն մասնագետներ, յուրաքանչյուրը մասնագետ աշխատի իր տեղում, դա դրանով կապահովի գյուղատնտեսական արտադրության աճը։ Այդ նպատակով երկու նախարարությունները եւ Լոռու մարզպետարանը աշխատանքային խումբ են ձևավորել։ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը երկու քոլեջներ Ստեփանավանի դենդրոպարկը միավորելով ստեղծելու են երկաստիճան մեկ գիտակրթական համալիր։ Փորձելու են գիտությունն ու բիզնեսը օգտակար դարձնել իրար։ Պիտի վերանան, թե որ հաստատությունը ինչ գերատեսչական ենթակայության է, գծենք մարզի ընդհանուր կարիքները գյուղատնտեսական եւ կրթությունը, արկա հնարավորությունները, գիտական ներուժը, բիզնեսը միացնենք։ Այս աշխատանքների համար բացի պետական գումարներից կօգտագործեն նաեւ վարկային ու դրամաշնորհային միջոցներ։ Արդեն պարզել են փնտրված մասնագետների ցանկը։ Անասնաբույժներ, սննդի անվտանգության մասնագետներ, մենք դաշտավարության, անասնապահության զբաղվող մասնագետներ։ Մասնագետներ չկորցնելու համար կարևոր նպատակներից է նաեւ բարձր աշխատավարձը։ Այսօր անգամ եթե կա ներդրող, ինքը չի գտնում Հայաստանում մասնագետ, որը կգա այդ կոնկրետ այդ տնտեսությունում կաշխատի կամ խորհրդակցություն կտրամադրի։ Անտառաշատ Լոռիում սպეციფიկ մասնագիտություններին հատուկ ուշադրություն կդարձնեն։ Անտառային մասնագետ ու փորձագետ կկրթեն։ Հրաչապ Ապինյան, Լիլիթ Յուլչյան, օրակարգ։